զարգացում է անասնակեր այսպես պատրաստելու հարցում, բայց հիշում ենք դա ինչ մեծ աղմուկով էր իշխանությունը դա հարուցում, այսպես ասած, պատահեց, որ մենք սոված ենք, հեսա ծորենը հասնում է, որ մենք սոված չունենք։ Նախ ինչու է այս կարգի ծորենը վարվում Կազախստանը, թե դա էլ է մեզ դուք ինչ կարող եք ասել։ Տեսեք, այդ առումով չեմ կարող գնահատականներ տամ, թե ինչով է պայմանավորված այդ կարգի ծորենի ներմուծումը Հայաստան, բայց մի քանի կարևոր շեշտադրումներ կա, որ մենք պետք է հասկանանք։ Նախ առաջին հերթին ծորենի ոչ միայն որակը, այլ նաև դրա արժեքն է կարևոր։ Այսինքն ինչ արժեք է նստում նույն ղազախական ծորենի Հայաստան գալը։ Մենք հարցումներ ենք պատրաստել եւ պատրաստվում ենք այդ հարցումները ուղարկել պատկան մարմիններին, ես շատ փակագծեր չեմ ուզում բացեմ, հասկանալու համար ինքնարժեքը ինչքան է նստում դրա, որովհետեւ բավականին էժան են վերցրել, որ ինքնարժեքը բարձր է դրա համար, այսպես տեսեք, ծորենը, որ արդեն վագոններով գալիս է, այդ ծորենի վագոնները հետ պիտի ուղարկվեն, չէ, եթե այդ ծորենի վագոնները դատարկ են հետ ուղարկվում, սա ինքնարժեքի վրա լրացուցիչ ավելանում է ինքնարժեքը։ Երկրորդը, տեսեք, այդ բեռները չեն եկել Հայաստանի Հանրապետության տարածք, եկել են Վրաստանի տարածքով։ Այսինքն Վրաստանը որպես տարանցիկ երկիր պիտի հարկեր վճարեն։ Այսինքն գնագոյացումը շատ կարևոր է, այդ գնագոյացումը ինչքան է։ Եվ առաջիկայում մենք կպարզենք, թե իրականում այդ մեկ անգամյա եկած ծորենի իրական պատճառները որն են։ Եվ կա որակի մասին, Հիմա գանք որակի, դա այդ ծորենը պիտի նախ պարզաբանումները մտցվեն, թե այդ ծորենը իրականում անասնակեր ծորենը, ասում են 4-րդ կարգի է, դա պիտի լրացուցիչ պարզաբանումներ մտցնեն։ Այսինքն կարևոր հանգամանքներ կա, որ պիտի պարզաբանեն, ոչ թե PR ակցիա անեն, ասեն այլևս վերջ դրանով ճանապարհները ապաշրջափակվում են, Հայաստանը արդեն այլ ընտրանքներ ունի եւ այլ։ Դե ոնց է ապաշրջափակում, այսինքն այդ տրամաբանությամբ էլի ապաշրջափակում չի։ Ապաշրջափակումը կլներ հետևյալը, երբ որ կապ չունի ծորեն կամ այլ բեռներ, գար օրինակ Իջևան կայարան։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ sense ուռճացվում է, ասում է, գիտեք ինչ, այդ գծերի հետ կապված, երկաթ գծերի հետ կապված, Ղազախ կայարանից, սահմանից մինչև Իջևան կայարան 10 կիլոմետր է։ Այսինքն ընդամենը 10 կիլոմետր հատվածի հետ կապված է, որի ռեյսերը կան, ընդամենը ընթացիկ աշխատանքներ կան, որ այդ աշխատանքները տանելու դեպքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է, որ այդ վագոնները գան եւ Իջևան կայարանում բեռնաթափվեն։ Կներեք մի հատ կարևոր բան կասեմ։ Եվ այս պարագայում մենք կարող ենք ասել, որ որոշակի առումով արդյունավետ է եւ ապաշրջափակման տարեր կան, բայց եթե այդ ապրանքները գալիս են եւ Վրաստանով անցնում են, սա բավականին ուռճացված է, եթե մեղմ ասեմ ուռճացված է, իրականում դա մեզ ոչ մի այո, եւ ծախսատար, այսինքն պիտի հաշվի, թե այդ ծորենի ինքնարժեքը ինչ անցնում։ Հիմա ես տարբեր տնտեսվարողների հետ խոսել եմ, այդ տնտեսվարողները հետեւյալ բան են ասում։ Հիմա մենք այդ ապրանքները ստանում ենք ֆուրերի միջոցով, էլի, այսինքն տրանսպորտային միջոցով ենք ստանում եւ այդ տրանսպորտային միջոցով, որ ապրանքները գալիս են, բավականին մրցակցությունը շատ ամրցակցություն է այդ դաշտում եւ այդ ծառայություններ մատուցող կազմակերպությունները այդ մրցակցային մեծ դաշտը որ կա իրենք անընդհատ գինը նվազեցնում են որ իրենք կարողանան այս շուկայում մրցակցել եւ այս առումով ես խնդիրներ չեմ տեսնում էլի որ ասենք ինչ որ առումով խոչընդոտ հանդիսանա կամ եւ այլն բայց այդ իշխանությունն ասում է ընդդիմությունը երբ տարավ լաբորատոր փորձակնության որ մի հատ նման տեսակետներ դե հենց քիչ առաջ ես հենց այդ էի ասում ես նաեւ իմ հարցազրույցներում եմ ասել նախ դա փորձակնության ենթարկվի
երկրորդը պիտի հասկանանք այդ ծորենը ինչ նպատակով է գալիս ուղղացրել են ասել են տեսեք ծորենը գալիս այլևս բայց դա կարող է հանրապես պիտանի չլինի այլ բաների պատրաստման համար կամ կերերի կամ այլ նպատակներով եկած ծորենը եւ կրկնում եմ շատ կարեւոր է որ մենք հասկանանք թե այս միանգամվա եկած ծորենը ինչ նպատակներով է գալի Օրինակ ես ենթադրություններ ունեմ, որ Ադրբեջանը հերթական պահանջներն է ներկայացրել հայկական կողմին, դրա մասին Նիկոլ Փաշինյանը անոնսել է տարածքների հետ կապված, որ ասելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք որ հետ պիտի վերադարձվեն Ադրբեջանը։ Այսինքն հերթական զիջումների նախապատրաստական փուլն է կազմակերպվում եւ նաեւ հաշվի առնելով նա, որ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները նախկինում որ ասում էին, որը վերաբերում է այսպես կոչված անկլավներին, որը ուզում եմ նաեւ ձեզ հիշեցնել, որ նաեւ ինքն է ազգային ժողովի ամբիոնից ասել, որ դրա իրավական հիմքերը չկան եւ այդ առումով ճիշտ է ինք ասել, իրավական հիմք անկլավների հետ կապված, այսպես կոչված անկլավների հետ կապված չկա։ Բա ինչ տարածքների մասին է այդ դեպքում խոսում, որ Հա ինչ տարածքներ կա, որն է դրա իրավական հիմքերը, որն է դրա իրավական հիմքերը։ Այսինքն Խանդանյանն ասում էր սահմանազատում կլինի, սահմանագծում կլինի, դե սահմանազատում սահմանագծումը հարգելիս։ Հիմա այդ սահմանագծման սահմանազատման անվան տակ միակողմանի զիջում է արվել հայկական կողմի։ Ես այս օրինակը բազմիցս անգամ բերել եմ եւ մեկ անգամ եւս ուզում եմ ասել։ Ինչը վերաբերվում էր Կիրանց ոսկեպար հատվածին, այն ժամանակ ասում են, այս հատվածներից մենք զիջում ենք անում, Բերքաբերից 900 հեկտար ստանալու։ Անցել է բավականին երկար ժամանակ, տևական ժամանակ անցել, որևէ մի սանտիմետր, որևէ մի միլիմետր հող Բերքաբերի ուրեմն լճից այն կողմ Հայաստանի Հանրապետություն չի ստացել։ Ինչու չհաջողվեց։ Չի ստացել։ Ինչու չհաջողվեց ցես պարոն Դանիելյան։ Ինչի չստացեց այդ ստանալը, որովհետև հենց դրա համար էլ մենք ասում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ չի Հայաստանի Հանրապետությանը հետ սահմանազատման, սահմանագծման իրական գործընթաց անելու, որովհետև եթե մի կողմը պահանջում եւ ստանում է Եվ այդ ստանալուց հետո այլևս Հայաստանի Հանրապետությունը տարածք չի ստանում, այն պարագայում, որ Հայաստանի Հանրապետության տարածքից օկուպացվել են շուրջ 200 քառակուսի կիլոմետր, այս պաշտոնական տվյալների, բայց ոչ պաշտոնական տվյալներով խոսում եմ մոտավորապես 400 քառակուսի կիլոմետրի մասին։ Այսինքն դա միակողմանի զիջում է եղել։ Դրա դիմաց ոչ մի բան ոչ ստացել են, ոչ էլ ես ուզում եմ ձեզ հիշեցնել, ոչ էլ որևէ մի ադրբեջանի պաշտոնյա ասել է, որ Ադրբեջանի տարածքում կան հայկական հողեր։ Մենք դրանից առաջ էլ ինչ ենք ասում, ասենք սահմանազատման, սահմանագծման գործընթացը պետք է արվի այն քարտեզների հիման վրա, որ Հայաստանի Հանրապետությունը մտել է սովետական հանրապետության հետ։ Ըստ այդ քարտեզների Հայաստանի Հանրապետության տարածքը շուրջ 31000 քառակուսի կիլոմետր տարածք։ Ինչ փոխվեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում ասում էր դեռ պետք են իրավական հիմքեր, արդյոք անկլավները Ադրբեջանին։ Չէ, այդպես չէր ասում, ասում էր իրավական հիմքեր չկան, ոչ թե ասում էր դեռ պետք է, ասում են իրավական հիմքեր չկան։ Նշում են, որ պետք է տարածք ստանալ։ Դե դուք լսել եք Ադրբեջանի հայտարարությունները, ես լսել եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է Արցվաշենի մասին է հայտարարել, բայց ես ուզում եմ օկուպացված տարածքներից էլ դուրս կգան ադրբեջանցիները։ Այո։ Հիմա ինչի համար է դա ասվում։ Ցույց կտա ժամանակը, բայց ես կարծում եմ, որ այդ հատվածներում Հայաստանի Հանրապետությունը հաշվի առնելով իր վերջին շրջանի վարած քաղաքականությունը հերթական զիջումներն է նախապատրաստում եւ այդ զիջումների ֆոնին որոշակի առումով քարոզչական ֆոն է ստեղծում եւ ձեզ ուզում նաեւ ձեզ տեղեկացնել, որ այն հատվածները, որի մասին երկար ժամանակ խոսում, այդ հատվածներով անցում են շատ կարեւոր մեծ համար նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ։ Դա Հայաստան մտնող գազամուղն է, դա ինտերնետ մալուխներն են եւ այլ կոմունիկացիաներ, ճանապարհներ եւ այլ կոմունիկացիաներ, որը փաստացի երկու հատվածում էլ, Տավուշի հատվածում էլ, Տիգրանաշենի հատվածում էլ լրջագույն խնդիրներ են ստեղծել Հայաստանի Հանրապետության համար։ Հայաստանի այսպես նոր նախապայման է, որ անգամ առանց իրավական որևէ հիմքերի այս գործընթացները տեղի ունենան։ Սա էլ է բացի սահմանադրությունը
փոխելու այդ անընդհատ հնչող պահանջից, սա էլ այսպես պետք է արագացնել գործընթացը, եթե ուզում եք այդ պայմանագիրը ստորագրվի։ Հնարավոր է, որ սա էլ առանց իրավական հիմքերի դա տեսեք, հաշվի առնելով նախորդիվ պրոցեսները, որ կատարվել են Հայաստանի Հանրապետության կատարել են իշխանությունները շրջանցելով մեր սահմանադրությունը, ինչի համար եմ ես ասում։ Ես ուզում եմ նաև ձեզ հիշեցնել, որ այն տարածքները, որ հանձնվել են Ադրբեջանին, այդ հատվածներում բավականին տարածքներ կային, որոնք Հայաստանի Հանրապետության կադաստրային քարտեզներում եղել են։ Դա տրվել են վկայականներ այդ մարդկանց։ Այնուհետև այդ գործընթացներից հետո հետ ողորմյա են արել եւ այդ կադաստրային քարտեզներից այդ հատվածները, եթե նայեք նախորդիվ կադաստրային քարտեզները եւ հիմի կադաստրային քարտեզը բավականին ակնառու ձևով կտեսնենք, որ այդ տարածքների փոփոխություն ա եղել կադաստրային քարտեզների։ Այսինքն իրավական առումով այդտեղ լուրջ խնդիրներ կա, ես նաև ուզում ձեզ հիշեցնել նախորդիվ իրենց արած հայտարարությունը, որ այդ մասով իբր քրեական գործ կար, չէ՞ հարուցված, ասում էր, այդ առումով կան քրեական գործեր հարուցած, մի հոգի, ես պատասխանատու կերպով ձեզ ասում եմ, միջև այս պահը մի հոգի չի պատժվել ենթադրյալ, որ ասում են այն ժամանակ խնդիրներ ա եղել այդ վկայականները տալու կադաստրային քարտեզների հետ կապված։ Այս առումով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Դանիելյան, դուք այսինքն վտանգ եք տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր Արցախաշենի մասին խոսում է, որ երբ որ 4 այդ անկլավները վերադարձնեն, ասեն, որ Արցախաշեններ ստանալու են, բայց ինչպես Բերքաբերի այդ հատվածը չկարողացան ստանալ, նույնիսկ Արցախաշենը։ Այո, դուք ճիշտ եք։ Տեսեք, այստեղ մի կարևոր նրբություն կա։ Այստեղ մի կարևոր նրբություն կա։ Ինչն է դա։ Մենք ունենք բոլոր իրավական հիմքերը պահանջելու Արցախաշենի վերադարձը Հայաստանի Հանրապետության տարածք, ասենք մեր վերահսկողության տակ, որովհետև դրա իրավական հիմքերը կան։ Ես ուզում նաև ձեզ հիշեցնել Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ 907 ուղումը ժամանակին, որ արվել է, դա արվել է նրա այն պատճառով, որ Ադրբեջանը օկուպացրել է ուրեմն Արցախաշենը, դրա համար է սահմանափակումները մտցվել, ժամանակին հենց դրա համար է սահմանափակումները մտցվել։ Հիմա Ադրբեջանը չունի այդ իրավական, այսինքն չկա այդ իրավական հիմք։ Ես բազմիցս ասել եմ, ինչն ա եղել պատճառը, որ ադրբեջանցիները եկել այդտեղ բնակեցվել են։ Այդ տարածքներում ուրեմն ակտիվ զբաղվել են անասնապահությամբ, եւ ադրբեջանցիները գալով այդտեղ նաև իրենց առաջ խնդիր են դրել, որպեսզի իրենց ազգաբնակչությունը ավելանա, այն ժամանակ Հայր Ալիևի կողմից պահանջ կար, որ գնացեք այդտեղ շատ երեխաներ ունեցեք եւ այդ տարածքները ձեզնով արեք։ Եկել են այդ մարդիկ այդտեղ արդեն տարիների ընթացքում ամրապնդվել են եւ այդ է ընդամենը իրենց հիմք տալիս պնդելու, որ գիտեք ինչ կա, այս տարածքները ադրբեջանական տարածքներ են։ Կրկնում եմ, որևէ մի իրավական հիմք չկա, գոյություն չունի միջև Եթե օրինակ Արցախաշենի վերադարձի մասին սահմանազատման հանձնաժողովը որոշում կայացնեն, ի պատասխան դրա Ադրբեջանն մեր ռազմավարական տարածքներից ուզի եւ դա սահմանազատման հանձնաժողովը իրոք հաստատի, ինչով կարող եք հակազդել դրան, ինչով պետք է հակազդել։ Նախ ես ձեզ ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել։ Ինչի համար եմ ես ասում, որ 20-ական թվականների քարտեզները, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը մտել է սովետական միության կազմի մեջ, այդտեղ եթե ուշադիր նայեք այդ քարտեզները, Արցախաշենի տարածքը կպած է Հայաստանի Հանրապետությանը։ Ինքը անկլավային չի եղել, ինքը կպած է եղել Հայաստանի Հանրապետության տարածքներին։ Եվ կրկնում եմ, դրա իրավական հիմքերը կան։ Այլ իրավական հիմքեր պահանջելու հայկական կողմից չկա։ Եթե դա արվի, դա արվելու է միակողմանիորեն էլի զիջումներ կատարելով։ Ուրիշ այդտեղ բան չկա, ես ուրիշ բան չեմ կարող։ Հակազդել դրան Դե հակազդելը հետևյալն է։ Մենք ունենք իրավական հիմքերը պահանջելու Արցախաշենը, ես քիչ առաջ ես դրա մասին եմ ասում։ Դա միջազգային հանրությունն է ընդունել։ Ես ասի 907 ուղման մասին, որը որ հենց Արցախաշենի օկուպացիայից հետո այդ 907 ուղում է եղել։ Եթե մեր օրինական, մեր իրավունքներն է, մենք իրավական հիմքեր ունենք, ինչի՞ պետք է մենք օրինակ մեր պահանջներից հետ կանգնենք, կարող եք ասել։ Ինչի՞ պետք է մեր պահանջներից հետ կանգնենք։ Պարոն Դանիելյան, այդ որ ասում եք քարոզչական ֆոն են ստեղծում անկլավների եւ այլնի հետ կապված, հիմա այդ ցորենը դուք այդ քարոզչական ֆոնի մեջ եք դիտարկում, ճիշտ եմ հասկանում, այսինքն չեք համարում, որ դիվերսիֆիկացիա էր, օգուտ էր, ապաշրջափակում էր Հայաստանը։ Իսկ ապաշրջափակում եղել է, դիվերսիֆիկացիա եղել է։
Ցորենն է եկել։ Դե, ասենք եթե մի քանի վագոն ցորեն ա եկել Ադրբեջանի տարածքով, դա դիվերսիֆիկացիա է։ Ժամանակը ինչու չէր գալիս բանը։ Դա դիվերսիֆիկա, ես նշեցի դիվերսիֆիկացիա ինչ կարա լինի, դիվերսիֆիկացիա կարա լինի կամ ճանապարհների կոմունիկացիաների ապաշրջափակում կարա լինի այն պարագայում, երբ որ միաժամանակ բացվեն բոլոր ենթակառուցվածքներն ու ճանապարհները։ Սա համարել պատմական իրողություն, սա համարել ուռճացնել եւ այլ, այն պարագայում, որ Ադրբեջանը, կրկնում եմ, եթե դուք լսել եք Ադրբեջանի պաշտոնյաների, ուրեմն եւ վերջին Ջեյհուն Բայրամովի ուրեմն ասուլիսը եւ նաեւ ԱԳՆ-ի խոսնակի ուրեմն հայտարարությունը խոսում է Հայաստանի Հանրապետությունից հերթական պահանջներ ներկայացնելու եւ այդ պահանջները բավարարելու մասին։ Այսինքն մենք ունենք լրջագույն խնդիր այս պարագայում, բայց այս լրջագույն խնդիրը թողած, մեր անվտանգային խնդիրը թողած, որ Ադրբեջանը պահանջում է, սա թողած, սրա մասին խոսք չկա, ոչ մի ձեն ծպտուն չկա։ Ասում են Ադրբեջանի տարածքով մի քանի վագոն ցորեն ենք ստացել, չգիտեմ, անասնակ է։ Դա լուրջ է։ Դա լուրջ է։ Սա համարում եք ձեռքբերում։ Սա համարում եք ձեռքբերում։ Այն ֆոնին, որ Ալիևը համարում է Սևանը գյոքչա, Վարդենիսը բասարքեչար, ID քարտեր են բաժանում եւ այդ ID քարտերը ֆինանսավորում եւ հովանավորում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, սա արդեն կայացած փաստ է, չէ՞։ Այն ժամանակ ասում են դե պետական մակարդակով Ադրբեջանի իշխանությունները որևէ մի կերպ չեն աջակցում սրան։ Բայց հետո ինչ պարզվեց։ Պարզվեց, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորը այդ կազմակերպողը ստանում է Ադրբեջանի պետական ֆինանսավորումը։ Այնտեղ հստակ նշվում են այդ մարդկանց բնակության վայրը։ Անընդհատ Ալիևը իր հարցազրույցների ժամանակ շեշտում է եւ հիշատակում է, որ ադրբեջանցիները պիտի գան, վերադառնան եւ այլ։ Ես հիմա ասում եմ մեքենաներով պիտի վերադառնան, տնտեսական էքսպանսիայի ենթարկվում, բայց սա շատ կարեւոր է մենք հասկանանք, թե իրապես Ադրբեջանի նպատակներն ինչ են, որ ասում են գնում ենք խաղաղության։ Այս խաղաղության ամբողջ շղարշի տակ, որ ասում են խաղաղություն, այլևս խաղաղությունը հաստատված է եւ այլ, սենց է խաղաղությունը հաստատվում։ Այս այն է պատկերացրած խաղաղությունը, որ Ադրբեջանը անդադ պահանջներ ներկայացնում սահմանադրության փոփոխության, անկախության հռչակագրի չեղարկման, տարածքային պահանջներ ներկայացնում, ադրբեջանցիները այստեղ բնակեցման պահանջ ներկայացնում, միջանցքի հետ դա սուտ է, սիրելի հայրենակիցներ, սուտ է, ես ասում եմ, ես ձեզ կարամ ապացուցեմ, ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես իմ գործընկեր Գեղամ Մանուկյանի հետ ամիսը չեմ հիշում, որ ամսին էր, բայց մենք եղել ենք Սյունիքի մարզում եւ Սյունիքի մարզի սահմանապահ գյուղերում մենք մտել ենք այն տները, որտեղ որ թիրախային կրակոցներ ա եղել եւ երջանիկ պատահականությամբ մարդ չի զոհվել։ Բայց պաշտպանության նախարարություններն են ներկայացնում, որ հա պաշտպանության նախարարությունն է տեղի։ Այսինքն քանի ամիս անցել, 3 ամիս անցել, բայց երջանիկ փառք տիրոջ է, երջանիկ պատահականությամբ մարդ չի Ես նաև այդ դուք այդ տան մեջ եք եւ սկսեցին գրակել։ Ես այդ տան մեջ չեմ եղել։ Ես այդ կրակոցների ահազանգի հետքերով, որտեղ կրակոցներ են եղել, ես մի 2 օր իմ գործընկերոջ հետ եղել եմ Սյունիքի մարզում։ Այդ կրակոցները ես իմ ականջով եմ լսել այդ կրակոցները։ Եվ այդ տները այցելել եմ, որ գնահատենք, հասկանանք վնասները ինչքան են։ Եվ ոչ թե ցենց օթում կրակել են, այլ թիրախային, մարդ փամփուշտը մտել է մարդու տուն։ Հիմա եթե փամփուշտը մտել է մարդու տուն, դա ի՞նչ է նշանակում։ Դա ոչ թիրախային բան է, կրակոցներ է, ցենց հաճույքի համար Ադրբեջանը բան անում, հա։ Դա ի՞նչ է կոչվում։ Դե գնահատականը դուք տվեք։ Ի՞նչ է կոչվում դա։ Ասում եմ, ընդամենը մի քանի ամիս է անցել։ Մի քանի ամիս է անցել ընդամենը։ Եվ ասել, որ այլևս վերջ խաղաղությունը հաստատված է եւ Ադրբեջանը գնում այդ խաղաղության գործընթացի, կներեք լուրջ չի այդ ամեն ինչը։ Նույն կրակոցները նաեւ եղել են միգուցե այս շրջանում ես դժվարանամ ասեմ, որ ասենք այս մի քանի ամսվա ընթացքում օրինակ 3 ամսվա ընթացքում Տավուշում, բայց առնվազն, եթե չեմ սխալվում, օգոստոս ամսին այդ կրակոցները Տավուշի մարզում են հնչել։ Այսինքն դա ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում, լավ, դե եթե կառավարության ամենամեծ ձեռքբերումը դա նա է, որ 3 ամիս թշնամի չի կրակել, ինչ ասեմ։